Հայաստանի նոր սարքը քո սրտին Երբ խոսքը գործ է դառնում Հավատը ուժ է ցնկում Եկեղեցու Բալիս ես, ինքնավթար, տոխի գործ ես անում, հո պարապ չես, պեկել ես օգնում ես մարդկանց, տնաշ են։ Քանի վիրավոր, Երեք վիրավոր։ Իրեք, ես ինչ ավտո է։ Աուդի։ Տղեր հրազդան բկեն, չէ տարե։ Հրազդան։ Կաբելն է, ինտերնետն է։ Հոսանքի կապը։ Հոսանք այդի։ Անջտացա, չէ արդեն։ Էլեկտրոցանցն է։ Չէ, ամանքը փողոցային լույսերն։ Հա։ Գիշերային։ Հա, գիշերային։ Audi A3 Այդ էլեկտրասյունն է, տես լանգետ է եղել։ Այ ցավտանում ես էլեկտրասյունն է, սս տափակ է։ Փողոցային հենասյունն է լուսավորություն։ Արտաքին լուսավորությունը, չէ։ Նա լրիվ բան է, Տապկել է։ լանգետ է դառը։ Բաներ չտեսի։ Հե։ Դո կարևոր կյանքերին վտանգ չկա։ Ну, это совсем все. Քարին էլ է բախվել։ Հրազդանի հիվանդանոցն է, չէ՞ ես սկորին, չէ՞ հրազդանի սկորին։ Մայիսի 16-ն է, Կոտայքի մաս, Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր տանող հատվածում, Հրազդան Ծաղկաձոր տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Audi
A3 մակրիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, տեսնում եք, բախվել է արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյանը, այնուհետև երթևեկությունը կարգավորող ցուցանակին, տեսնում եք, եւ մեկ-երկու պտույտ շրջվելով բախվել քարերին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանը։ Այս պահին պարեկները արդեն սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Իմ տեղեկություններով արդեն հերթապահ խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի եւ վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի հետ հիվանդանոցում են արդեն, որտեղից այնուհետև հերթապահ քննիչի հետ կժամանեն դեպքի վայր։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Վիրավորները հրաշքով են փրկվել, քանի որ եղել են ամրակապված, ինչը նշում էին նաեւ նրանց օգնության հասած քաղաքացիները եւ շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Եթե ամրակապված չլինեին, չէր բացառվում, որ նրանք ավտոմեքենայից դուրս կհայտնաբերվեն եւ հնարավոր է վթարը ավելի դաժան ողբերգական լիներ։ Երբ բարեկային ծառայությունը ամեն անգամ հորդորում է, որ ամրակապվեք, շատերը ստատուսներ են գրում, թե ամրակապվելը օգուտ չի։ Ցանկալի էր, որ այս վթարը նույնպես տեղի չունենար, բայց ցավոք տեղի ունեցել, իսկ վարորդն ու ուղևորները փրկվել են առաջին հերթին ամրակապվելու արդյունքում եւ հետո նրանց օգնության հասած քաղաքացիների ու Հրազդանի շտաբ օգնության բժիշկների շնորհիվ։ Հավանաբար ավտոմեքենան կտեղափոխվի ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տեսնում եք, օպերատիվորեն ժամանել են նաեւ էլեկտրոցանցնա, չէ՞ ձերը։ Հրազդանի համայնքապետի հանձնարարականով Սևակ Միքայելյանի հանձնարարականով բավականին օպերատիվորեն ժամանել են համայնքապետարանի աշխատակիցները, ովքեր արդեն տապալված էլեկտրասյուն է, ինչի պատճառով նաև հոսանքազրկում է տեղի ունեցել, փորձում են արդեն շատ արագ վերականգնեն, սարքեն, որպեսզի էլեկտրամատակարարումը քաղաքացիները ստանան, այն քաղաքացիները, որոնք որ այս վթարի հետևանքով էլեկտրաէներգիայի անջատման տակ են ընկել։ Հենա Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներն են։
որ այդքան ասում ենք ամրագոտին կյանքերա փրկում Ֆրացրել է, չէ՞ մեր երկու կռուպ։ Auto Հա, լարը փաթաթվել է։ հա։ մեքենան։